Իմ սիրելի Հայր Աստված, շնորհակալ եմ այս պատիվի համար, որ տվել ես ինձ, Տեր, որ քո խոսքդ քարոզեմ։ Արժանի չեմ, Տեր, բայց դու քո սուրբ օրինովդ ինձ արժանացնում ես, Տեր Հիսուս։ Իմ միջով խոսա, Տեր, իմ միջոցով խոսա, Տեր, ինձ օգնի Սուրբ Հոգի, ինձ օգնի քո օգնությունը պետք ունեմ։ Եվ թող ամենս օրհնվենք քո սիրելի խոսքերից, ով Հայր Աստված։ Հայր Որդու եւ Սուրբ Հոգու անունով, ամեն։ Նախքան կարդանք այդ մասերը, 10-ից մինչև 14 համարը, ուզում եմ մի քիչ background տամ ձեզի Եսայայի մասին։ Ասում են, որ Եսայի գիրքը 700 տարի նախքան Քրիստոսի ծնունդը գրել է Եսայան, եւ նույնիսկ ասում են, որ այս գիրքը կարող է ճիշտ 5-րդ ավետարանը լինի, տենց են ասում, սիմվոլիկ ձևի, որովհետեւ Եսայի գիրքի մեջ գրված է Քրիստոսի ծննդյան մասին, իր կյանքի մասին, իր խաչելության մասին եւ իր հարության մասին։ Ամառ ասում են 5-րդ ավետարանը Մատթեոս, Մարկոս, Ղուկասի եւ Հովհաննեսի նման։ Եվ Եսայան մի հատ շատ ուժեղ մարգարե էր։ Նույնիսկ էլ թագավորների պալատներում էր ինքը գնում եւ շատ ժամանակ տարբեր թագավորներին մարգարեություն էր անում, նույնիսկ հանդիմանում էր։ Գրված է, որ Աքազ թագավորին իրան մարգարեություն էր եւ հանդիմանել էր, նույնիսկ Հեզեկիային հանդիմանել էր եւ նույնիսկ մարգարեություն էր արել իր համար։ Եվ մի հատ ուրիշ շատ հետաքրքիր բան Եսայի գրքից, դա որ 66 հատ գլուխ ունի մեջը։ Մեր ավետ Աստվածաշունչը քանի հատ գիրք ունի, այո, 66 հատ, շատ նման են իրար։ Եվ Եսայի 39 հատ առաջի գլուխները շատ կապված է Աստծո դատաստանի եւ բարկության մասին, եւ վերջին 27 գլուխները Աստծո բարության եւ շնորհքինը, նույնիսկ Աստծո խոսքը 5 կտակարանի 39 հատ գիրքերը կապված է Աստծո դատաստանին եւ բարկության, եւ վերջի 27-ը նոր կտակարանը Աստծո շնորհքին եւ բարության։ Ինչքան զարմանալի է, չէ՞, Աստծո խոսքը։ Եսայի գիրքի մեջ շատ հայտնի համարներ կան, խոսքեր կան։ Մատը որ միշտ Սուրբ Ծնունդին ասում ենք, որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, եւ իշխանությունը իրա ուսերի վրա կլինի, եւ կկոչվի սկանչելի խորհրդական, հզոր Աստված, հավիտենականության հայր եւ խաղաղության իշխան։ 50-րդ գլխի մեջ Եսայան գրում է նրա վերքերով մենք բժշկվեցինք, այդ շատ հայտնի համար։ Առաջին գլխի մեջ գրած է, եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն, որ մի քանի շաբաթ առաջ երկանք մեր մեղքերը ձյունի նման մաքրվել է։ Եվ մի հատ որ այսօր մտնելու ենք մեջը, սովորել ենք, ուսումնասիրելու ենք, մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ։ Թող կարդանք այդ մասը, գրած է, մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, Աստվածը ասում է։ Մի զարհուրիր, որովհետև ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ եւ կօգնեմ քեզ։ Նաեւ քեզ նեցուկ կլինեմ իմ արդար աջ ձեռքով։ Ահա քո դեմ բոլոր բորբոքվողները կամանչեն եւ ամոթահար կլինեն։ Քո դեմ պայքարող մարդիկ ոչինչի պես կլինեն ու կկորչեն։ Դու կփնտրես, բայց չես գտնի քո դեմ կռվող այդ մարդկանց։ Քեզ հետ պատերազմող մարդիկ ոչինչի կվերածվեն եւ ի ոչինչ կդառնան, որովհետեւ ես, Տերը քո Աստվածը, բռնում եմ քո աջ ձեռքը։ Ես ասում եմ քեզ, մի վախեցիր, ես կօգնեմ քեզ։ Մի վախեցիր, ով չճի Հակոբ, դուք ով Իսրայելի ժողովուրդ, ես ձեզ կօգնեմ, ասում է Տերը, քեզ փրկողը Իսրայելի Սուրբը։ Ինչքան հաճելի խոսքեր։ Աստված ասում է մի վախեցեք, ես ձեր իմ աջ ձեռքով քեզի կպահեմ։ Քո թշնամիները ամենը կկորչվեն, կեթան։ Ես քո աջ ձեռքից բռնում եմ քեզի, գրված է։ Եվ թեկուզ դու փոքր մարդ ես, ով Իսրայել, ես եմ Տերը, Սուրբը Իսրայելի։ Այս խոսքերը Աստված ումին ասե, դեզի հարց եմ տալի, գրված էր ումի համար, Իսրայելի համար, չէ՞։ Մեզելա կապված։ Տարբեր տեսակետներ կան, 3 հատ տարբեր տեսակետներ։ Առաջինը ասում է, որ Աստծո promise-ները
հрյաների համար է մենակ։ Հрյաները տարբեր խոստումներ ունեն եւ եկեղեցին տարբեր խոստում։ Այդ առաջինն է։ Երկրորդը continuity շարունակություն։ Ասում է հрյաները այսօր դեռ Աստծո ժողովուրդն են, բայց եկեղեցին շեր անում այդ խոստումները, բայց հрյաները հələ Աստծո ժողովուրդն են։ Բայց երրորդը, որ ես ավելի համաձայն եմ դրա հետ, դա որ մենակ եկեղեցին Աստծո ժողովուրդը։ Իմ կարծիքով Աստվածը հрյանին դրել են կողմ, որտեղ իր որդուն սպանել են եւ շատ վատ բաներ են արել։ Եվ իմ կարծիքով հիմա եկեղեցին է Իսրայելը։ Հիմա մենք ենք Աստծո ժողովուրդը։ Մեր Աստվածը շատ մեղմորեն ասում է՝ մի վախեցիր։ Մոտ 200 անգամ Աստծո խոսքի մեջ գրված է կամ մի վախեցիր կամ մի անհանգստացիր։ Ինչի համար, որտեվ ժամանակներ կա, որ մենք վախենում ենք։ Թեկուզ ամենից մեծ հսկա մարդն էլ կարող է վախենալ բաներից, չէ՞։ Քարթոնների մեջ միշտ կար մուկ էր գալի, հետո փիղը վախենում էր, փախնում էր։ Նույնիսկ ես մի հատ ընկեր ունեմ, շատ մեծ բազուկներ ունի, ջիմը հետում բանատում, բայց եթե մի հատ մրճուն կամ ճանճ կամ անգամ վախենում։ Աղջիկի նման ճվում է։ Ամենից բաներ կա մեր կյանքի մեջ, որ կարող ենք վախենանք այդտանից։ Ամերիկայում այդ ստադին արել, տեսան, որ 14% մարդիկ վախենում են օդանավի մեջ տնելուց։ Կան մեկը ստեղ որ վախենում է օդանավից։ Հիշում եմ, եղբայր Քրիսի հետ գնացել ենք Միշիգան։ Պատուանը բացավ, օդանավ վերևում շատ վախեցա։ Ես էլ մեկ վախենում եմ, բայց միշտ պետք է աղոթենք Աստծուն եւ օգնություն իրանից ստանանք։ Մարդիկ կան, որ ասեղներից են վախենում, արունից, ես շատ եմ վախենում։ Ասեղ դնի, ես պետք է այս կողմ նայեմ, որ դոկտորները արուն վերցնեն։ Մարդիկ իմ եւ Փանվելի նման վախենում են խորտակվելուց։ Ես կյանքիս մեջ չեմ ուզում մտնեմ այդ օվկիանոսի մեջ էլ։ Մի անգամ շատ վախենալի է, չեմ ուզում այդ։ Մարդիկ կան 22% վախենում են սարդերից կամ կարծեմ 100% տեղ կանցնեք սարդերից կամ տենց ինսեկտներից, օձերից։ Մարդիկ կան, որ 25% ասում են վախենում են բարձր տեղերից։ Բայց այս ամենը թեկուզ ճիշտից վախեր են, ավելի խոր վախեր ունենք մեր կյանքների մեջ։ Կարող է վախենանք ինչա կատարելու մեր գործերի հետ, մեր աշխատանքի հետ, մեր փողի հետ։ Կարող է վախենանք ինչ պետք է անեմ այս ամից, փողերս չի հասնի։ Կարող է վախենանք մեր առողջությունը ինչպես է, մեր ընտանիքը ինչպես է, մեր հարաբերությունները ինչպես են մարդկանց հետ, մեր ապագան ինչպես է լինելու, մեր կյանքը ինչպես է լինելու, մեր հոգևոր կյանքը ինչպես է։ Մարդիկ կան մահից են վախենում կամ մոտիկ մարդու մահից են վախենում։ Բայց ամեն այս բաների մեջ պետք է իմանանք, որ Աստված մեր ձեռքը բռնում է եւ մեզի տանում է։ Ամեն։ Հին կտակարանից կա շատ օրինակներ։ Եսայա 41 այդպես որ կարդացինք, Իսրայելը վախենում է, որ հարևան ազգերը կգան իրանց կպատերազմեն։ Բայց Աստված ասում է՝ մի վախեցեք։ Բացի որ մի վախեցեք, ասում է կգամ եւ կջարդեմ տրանց, իսկի չեն գա ձեր մոտ, կոչնչանան, կաման չեն դրան, կխայտարակվեն։ Եվ այդ նույն Աստվածը մեր նույն Աստվածն է, ամեն։ Դանիելը առյուծների հետ։ Մատ թագավոր կար Դարիուս, օգնականներ ուներ, նահանգապետներ կար, որ Դանիելին չին սիրում։ Եվ ասան թողեք խաբենք թագավոր Դարիուսին։ Ասան մատ թուղթ տանք ստորագրի, կանոն ստորագրի, որ ոչ ոք չի կարող Աստծուն աղոթի 30 օր, որտեվ իմանում են Դանիելը անելու էր այդ բանը։ Խափան թագավորին, թագավորը ստորագրեց, կանոնը դարձավ ճիշտից, եւ որ այդ կատարվավ, տեսան, որ Դանիելը աղոթում էր Աստծուն, ասան պետք է սպանենք Դանիելին, գցենք առյուծների հետ։ Երբ որ Դանիելը այդ առյուծների հետ աղոթեց, եւ Աստված հրեշտակ ուղարկեց, որ առյուծների բերանները կողպավ։ Աստվածը ճիշտ այդ վարկանին Դանիելին ասում էր՝ մի վախեցիր, ես քեզ հետ եմ։ Եվ նույնպես Իսրայելի պատմության նման
այդ մարդիկ, որ խափան թակավորին, Աստվածը վերցրավ իրանց Դարիուսը վերցրավ իրանց գցավ իրանց հարյուծների հետ, պատժավ իրանց։ Եվ դավանավ, որ պետք է ամենը հարգեն եւ վախենան Դանիելի Աստծուց։ Այդ նույն Աստվածը, որ Դանիելին օգնավ, մեր նույն Աստվածն է։ Այդ ուրիշ օրինակ Շետրակ, Միսակ եւ Աբանդեկովը կրակի մեջ։ Նեբուքադնեզար թագավորը այդ ոսկի արձան էր սարքել իրանից եւ ասավ պետք է ամենը այս արձանին պաշտեն։ Այս 3 հատը չարան այդ բանը, որտեվ Աստծունին հետևում։ Համար իրանց նույն Դանիելի նման վերցրան եւ ասան գցեն կրակի մեջ։ Ինչ կատարվավ։ Գնացին կրակի մեջ եւ գրված է, որ մի օքի ճիշտ Աստծու որդու նման մտավ մեջը իրանց հետ եւ իրանց պահպանավ։ Եվ դուրս եկան ըսկի կրակի հոտ չունին, ոչինչ չարել է իրանց։ Եվ նույնպես Նեբուքադնեզարը հրամանգիր տվեց եւ իրանց պաշտոնը բարձրացրեց եւ ասավ, այս ինչ զարմանալի Աստված ունեն սրանք։ Եվ այդ նույն Աստվածը մեզ հետ է։ Եվ 4-րդ օրինակը հին կտակարանից Մովսեսը Կարմիր ծովի մոտ։ Մովսեսը առաջնորդել էր հրեաներին, որ փախնին Իսրայելից եւ հասել էին մետեղ, որ Կարմիր ծովը իրանց առաջն էր։ Հետևից Փահարոնի զինվորներն են գալիս, Եգիպտոսի զինվորները։ Աստվածը Մովսեսին ասավ՝ գավազանդ բարձրացրու եւ ծովը ճեղքվեց։ Աստվածը ճիշտ գնաց եւ կռվավ իրանց համար։ Եվ ամեն այդ Փահարոնի զինվորները մտան ջուրի մեջ եւ խորտակվան։ Աստվածը բացի որ մեզի օգնում է, մեր enemy-ներին էլ ոչնչացնում է եւ ամանչացնում է։ Եվ այս նույն Աստվածը մեր այսօրվա Աստվածն է։ Մեր Աստվածը զարմանալի Աստված է, չէ՞։ Ինչից որ վախենանք, նա սիրում է մեզի հանգստություն տալ։ Մեր Հայր Աստվածը սիրում է մեր վախը վերցնի եւ փոխարինի իր խաղաղության հետ, չէ՞։ Ինչքան բարի Աստված է։ Եվ մի բան էլ ասեմ, մի քիչ դժվար է հասկանալը, բայց մեղքի definition-ը ինչ է, կարող եք ասեք ինձ, մեղք ինչ է։ Անհնազանդություն, այո, ճիշտ է։ Կամ մի բան անեք, որ Աստված ասում է չանեք, չէ՞։ Եթե Աստված ասում է մի վախեցեք, պետք է մենք ճիշտից չվախենանք, որտեղ ինքը մեր կողքն է։ Մեղք չի, որ վախ ունենանք, որտեղ ժամանակներ կա, որ կարող ենք վախենանք, բայց մեղքը դա, որ Աստծուն մեր հույսը չդնենք նրա մեջ։ Ինքը մեզի պատվիրում է մի վախեցիր, որտեղ ես քեզ հետ եմ, եւ միշտ պետք է մենք այդ բանը անենք եւ մեր հույսը դնենք Աստծու մեջ։ Թագավոր Դավիթը Սաղուլից փախնում էր, Սաղուլ ուզում էր գալ իրան սպաներ։ Դավիթը ուժեղ մարդ էր, արջ էր սպանել, առյուծներ էր սպանել, Գողիաթին էր սպանել, բայց վախեցած էր եւ կաղնված էր։ Եվ ասում են, որ այս կաղնվելու ժամանակ այդ քարայրի մեջ երկու հատ Սաղմոս է գրում, Սաղմոս 56 եւ 67։ Եվ գրում ասում է, երբ վախենում եմ ես, վստահում եմ քեզ։ 57-ի մեջ ասում է, ես կապաստանվեմ քո թևերի տակ։ Ինչքան լավն է լինենք Աստծու թևերի տակ, չէ՞։ Ես քեզ հետ եմ, այդպես որ երբանք Հիսուս ունեմ, Հիսուսը մեզ հետ է։ Կարող է իր ձեռքը չզգանք ֆիզիկապես մեր ձեռքի վրա, բայց պետք է միշտ իմանանք, որ ինքը մեզ հետ է։ Ճիշտ մի հատ երեխու նման, որպես մեր երեխեն էլ անում է, եւ մեքանի հատ շուն ունենք տունը, երբ որ մարդ դուրը ծեծում է, շուները հաչում են, վախենում է։ Բիբիկի եւ վազում է դեպի մեր ձեռքերի մեջ գրկում է մեզի։ Մենք էլ պետք է նույն անենք մեր Հայր Աստծուն։ Առաջին Հովհաննես 4:18 Սիրո մեջ վախ չկա, կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Սատանան ուզում է օգտագործի այդ վախը, որ մեզի տիրի, չէ։
բայց պետք է միշտ հիշենք, որ Աստված մեզ հետ է։ Մեկ ուրիշ համար, որովհետև Աստված մեզ վախի հոգի չտվեց, այլ զորության, սիրո եւ ողջամության։ God has not given us a spirit of fear. Երբ որ մարդիկ ուզում են կոնտրոլ անեն մեզ, թեկուզ government-ներն էլ կամ լուրերը, միշտ ուզում են մեզի վախեցնեն։ Երբ որ մարդը վախի մեջ է, ավելի հեշտ է իրանց կոնտրոլ անեն։ Եվ սատանան ուզում է նույնը անի, բայց պետք է ջարդենք սատանայի գլուխը եւ ասենք իմ Աստված իմ հետ է։ Եվ նույնպես որ Աստված արավ այդ շնամիներին, սատանային էլ կխայտարակի, չէ՞։ Չթողնենք սատանան հաղթի։ Մեր Աստվածը օգնում է մեզ եւ սիրում է մեզ։ Երկրորդ մասը 10-րդ համարից գրված է. Ես քեզ կզորացնեմ եւ կօգնեմ քեզ։ Երբեք չեմ մոռանա, երբ որ խորտակվում եմ ջուրի մեջ, ժամեր անցնում, ավելի թևերս թուլանում էր, հոգնում եմ, ճիշտ ուզում եմ գնեմ ջուրի մեջ, մեռնեմ, բայց կանչամ ասեմ Jesus, կանչամ Հիսուսին, եւ անմիջապես լայֆգարդները եկան արագ վազան եւ ինձի փրկան։ Եվ ընկամ գետինի վրա, շնորհակալություն տվամ Աստծուն։ Մեր Աստվածը միշտ պատրաստ է օգնի մեզ։ Սաղմոս 46-ի մեջ գրված է. Աստված ապավեն է զորություն եւ մեզ համար։ Նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ։ Միշտ կանչեք Աստծո անունը, եթե դժվարության մեջ եք։ Մեր Աստվածը շատ է սիրում մեզ։ Քարոզը 41-րդ գլխից էր, բայց 43-ից էլ սիրուն բաները գրված, որ կապված է։ Մի վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով, դու իմն ես։ Ինչքան ջերմ եւ գեղեցիկ խոսքեր, չէ՞։ Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ։ Երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի։ Երբ քայլես կրակի միջով, չես այրվի։ Ճիշտ կապված է այդ Շեդրակ, Միշակ ու Աբեդնեգովի պատմությունին, եթե կրակի մեջ ես, չես այրվի։ Կամ Մովսեսին, որ ջուրերի մեջ էր, չխորտակվան։ Այս բաները, այս ջուրը եւ կրակը, բաները, որ շատ ճնշող բաներ են, overwhelming են։ Եվ մեր կյանքի մեջ եթե բաներ կան, որ ճնշող լինեն, իմանանք, որ միշտ Աստվածը մեզի կօգնի։ 4-րդ համար ասում է, որովհետև դու թանկագին ես իմ աչքին, պատիվ գտար եւ ես սիրեցի քեզ։ Մարդիկ կտամ քո փոխարեն եւ ժողովուրդներ քո հոգու համար։ Աստվածը ասում է Եսայի խոսքերի միջոցով, ասում է դու շատ թանկագին ես իմ աչքին, իմ քույր եւ եղբայր։ Աստծո աշկերտին շատ թանկագին եք։ Եվ ամեն ինչ կանի մեզ համար։ Այստեղ գրված է ժողովուրդներ կտամ քո հոգու փոխարեն։ Այդ մեր հին ձև էր, որ մարդիկ տալիս էր, որ մի բան ստանայր, թագավորներ օրինակ անում են։ Եվ Աստվածը ամենից թանկագին բանը տվավ մեզ համար, իր որդու սուրբ մարմինը եւ արյունը։ Հինգերորդ համար ասում մի վախեցիր, որովհետեւ ես քեզ հետ եմ։ Էլ Աստված շեշտում է 40-րդ գլխի մեջ։ Եվ նույնիսկ մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ նոր կրտակարանում ասում է մի վախեցեք։ Շատ անգամներ։ Պետրոսի հետ է լինում, Պետրոսին ասում է նեթերը գցի ջուրի մեջ, գցում է եւ հարյուրավոր ձուկեր են գալի։ Եվ Պետրոսը ընկնում է ասում է ես մեղավոր մարդ եմ, տեսնում է սրբությունը Աստծունը, Հիսուսին է։ Եվ տեսնում է այս մարդը իրան է կանչում ծառայության մեջ, բայց Հիսուս ասում է մի վախեցիր։ Նույնպես մեզ համար Հիսուսը մեզի կանչել է իր համար, մի վախեցեք, իր համար ապրեք։ Մարկոս 5-ի մեջ Հայրոսը իր աղջիկը մեռնելու վրա էր։ Հիսուսին հանդիպում է, ասում է Հիսուս, արի բժշկի իմ երեխուս։ Հասնում են ընդ տեսնում են մարդիկ ծաղրում են, ասում են երեխան արդեն մեռել է, չես կարող ոչինչ անես։ Բայց Հիսուս ասում է մի վախենա, այլ միայն հավատա։ Մենք էլ անհույժ ժամանակներում պետք է միշտ հավատանք Հիսուսին։ Չվախենանք, բայց հավատանք Հիսուսին, որտեղ ինքը մեր օգնականն է։
Մատթեոս 14 Հիսուսը ասում է. Ես եմ, մի վախեցեք։ Մեծ փոթորիկ կար նավի վրա, առաքյալները կային, Հիսուսին տեսնում են, վախի մեջ են, շփոթված են, Հիսուսին տեսնում են, կարծում են գոստ է, վախենում են, բայց Հիսուս ասում է, մի վախեցեք, ես եմ։ Եթե մեր կյանքի մեջ փոթորիկ լինի, պետք է իմանանք, որ Հիսուսը միշտ մեր կողքն է եւ չվախենանք, որտեղ ինքը կօգնի մեզ։ Երբ որ Քրիստոսը հարություն ստացավ, կիները եկան գերեզմանի մոտ, տեսան իրան եւ ինքը ասավ, մի վախեցեք։ Այս կիները պետք է այն մարդկանց պատմին, որ Քրիստոսը հարություն էր առել։ Եվ մենք էլ նույնպես եթե թանկ մարդկանց պատմենք Քրիստոսի մասին, մի վախեցեք, որտեղ Աստված քեզ հետ է։ Եվ վերջինը Ղուկաս 12։ Կարող ես մեկը շատեր դիմանում եք, Հիսուս ասում է, թռչուններին նայեք, կանանչին նայեք, գետինին նայեք։ Մի վախեցեք, փոքրիկ հոտ, որովհետև ձեր հայրը հաճեց տալ ձեզ արքայությունը։ Չվախենանք ինչ հագնենք, ինչ ուտենք, որտեղ մեր հայրը մեզ հոգ է տանում։ Մեր հայրը բարի հայր է։ Մի վախեցեք, որտեղ ինքը մեզ հետ է։ Եսայա մարգարեն շատ ուժեղ մարգարե է եւ խոսած այս բաները միայն Իսրայելի համար չէ, բայց հենց մեզ համար։ Որտեղ այդ նույն Աստվածը, որ Դանիելին օգնավ, Սեդրակ, Միշակ եւ Աբանդեգովին օգնավ, Մովսեսին օգնավ, մեր նույն Աստվածն է եւ միշտ մեզ հետ է։ Սատանան ուզում է միշտ վախի մեջ լինենք, որ մեզի կոնտրոլ անի։ Կարող է փոքր բաներով, օրինակ օդանավով, ասեղով, բարձր տեղերից, սարդերից, օձերից, կամ ավելի խոր բաներ, կյանքից, փողից, ընտանիքից, մահից, բայց 200 անգամ մոտավորապես գրված է մի վախեցիր, թողեք երեխու նման վազենք մեր հոր մոտ եւ գրկենք իրան, որտեղ ինքն է այդպես որ Դավիթ ասում, մեր ապաստանը, մեր օգնությունը եւ իր թևերի տակ ենք ուզում լինենք։ Մեր Աստվածը Հիսուսին տվել է մեր տեղը, որտեղ մենք շատ արժեքավոր ենք Աստծուն։ Պետրոսին այդպես որ ասան կանչավ, մեզ էլ կանչելա, մի վախեցեք։ Հայրոսը որ հույս չուներ, Քրիստոս ասավ մի վախեցի, միայն հավատա։ Մենք էլ երբ որ հույս չունենք, հավատանք Հիսուսին։ Երբ որ վախանում ենք փոթորիկների մեջ, հավատանք Հիսուսին, չվախենանք։ Եվ երբ որ կանչված ենք, եւ երբ որ վախի մեջ ենք, այդքան եւ Քրիստոսի մասին խոսանք, եւ ինքը մեզ հետ կլինի։ Մեր Աստվածը մեր ձեռքը բռնում է եւ քայլում է մեր հետ։ Իմ սիրելի եղբայր եւ քույր, ինչի միջոցով օրեթում ես, Աստվածը քո հետ է եւ ասում է մի վախեցիր։ Եթե փողի ֆինանսավոր խնդիրներ ունես, մի վախեցիր, Աստված քեզ հետ է։ Եթե ընտանիքիդ մասին վախենում ես, մի վախեցիր, որտեղ Աստված քեզ հետ է։ Եթե գործի մասին վախենում ես, մի վախեցիր, Աստված քեզ հետ է։ Քո ձեռքը բռնել է եւ քայլում է քո հետ։ Հարկ մեր Աստծուն։ Թողեք աղոթենք եւ հետո մի հատ երգ երգենք իրար հետ։ Շնորհակալ ենք Հիսուս, որ դու ես մեր օգնականը Տեր։ Շնորհակալ ենք Հայր, որ այս խոսքերը տվել ես քո մարգարեներին, որ մենք էլ կարողանանք սովորանանք եւ ընդունենք այդ խոստումները մեզ համար Տեր։ Թե թող ամեն մեկս որ ստեղ ենք, ինչի մասին որ վախենում ենք Տեր, հիշենք միշտ, որ դու մեզ հետ ես։ Քո ցուպն ու գավազանը մեզի մխիթարում են Տեր Հիսուս։ Չլացենք, չվախենանք, տխուր չլինենք, որտեւ այդ Աստվածը, որ տիեզերքը եւ երկինքը, երկիրը ստեղծել է, մեր Աստվածն է։ Այն Աստվածը մեր կյանքների առյուծներին բերանները կկողպի։
այդ Աստվածը այդ ծովերին կբացի մեր կյանքների մեջ։ Եվ այդ Աստվածը մենք կրակի մեջ եթե լինենք, մեզի կգա եւ կապահովի։ Շնորհակալ ենք քեզանից, մեր սուրբ եւ սիրելի Աստված։